Շնորհակալ եմ։ Պարոն Գալստյան, վարկերի տոկոսադրույքներին եմ ուզում անդրադառնալ այս որոշման համատեքստում, ուրեմն մինչև 1 տարի տևողությամբ վարկերի տոկոսները ըստ Կենտրոնական բանկի հաշվետվությունների 14.6, ներողություն, 13.88, որը ամենաբարձրն է վերջին 5 տարում, եւ 1 տարուց ավելի 15.27, որը երրորդ ամենաբարձրն է վերջին 5 տարում, թեև 23 թվականի հունիսից, եթե չեմ սխալվում, Կենտրոնական բանկը մշտապես իջեցրել է տոկոսադրույքը, ինչ է սա նշանակում, արդյոք բանկերը չեն արձագանքում Կենտրոնական բանկի որոշումներին կամ դանդաղ են գուցե արձագանքում, եւ այսօրվա որոշման համատեքստում, որ տոկոսադրույքը թողնվում է նույնը, ունեք արդյոք կանխատեսում, անում եք արդյոք կանխատեսում ինչ է լինելու վարկերի տոկոսների հետ։ Վարկերի տոկոսները կախված են վարկերի նկատմամբ պահանջարկից եւ առաջարկից։ Եթե մենք տեսնում ենք, որ ինչ-որ իր պրոդուկտի նկատմամբ կա հսկայական պահանջարկ, որը պայմանավորված է այլ գործոններով, օրինակ, չգիտեմ, հիպոթեկի շուկայում կա հսկայական պահանջարկ, որովհետեւ կա պետության ծրագրերը, կամ դրանից հետո այն մարդիկ, ովքեր որ ձեռք են բերում բնակարաններ, իրենք պետք է վերանորոգեն իրենց բնակարանները, այդ տիպի պրոդուկտների սպառողական վարկերի նկատմամբ կա հսկայական պահանջարկ, այդ գործոններն են, պահանջարկից եկող գործոններն են, որոնք ըստ էության թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսները ավելի արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է վարկերի ընդհանուր ներքին կառուցվածքային փոփոխություններին, որոնք նաև իրենց հերթին ազդում են տոկոսադրույքի վրա։ Մենք տեսնում ենք, որ աճում են այն տիպի վարկեր, օրինակ սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները ավելի բարձր են։ Ու քանի որ այդ տիպի վարկերը Հայաստանում տրվում են հայկական դրամով, վերջին մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում բնականաբար միջին կշռված տոկոսադրույքը գնում է վերևի ուղղությամբ։ Այսինքն կառուցվածքի փոփոխության արդյունքում էլ երբ որ այդ տիպի վարկերը աճում են, որոնց տոկոսները ավելի բարձր է, իրանք ընդհանուր միջին տոկոսադրույքը, որին դուք հղում արեցիք, իրանք տանում են վերև։ Ինչ վերաբերում է մեր կանխատեսումներին, կախված է նրանից, թե ինչ սցենարով կգնանք, եթե օրինակ մենք գնացինք B տիպի սցենարով, որը որ ըստ էության այդքան ցանկալի սցենար չի, բայց ամեն դեպքում ռիսկերի մեջ մենք իր մասին խոսում ենք։ Դա ենթադրում է, որ տնտեսությունում տեղի ունենալու պահանջարկի թուլացում նվազում։ Եթե մենք դա տեսնելու ենք ռեալ կյանքում, նշանակում է, որ որոշակի գնողունակ պահանջարկի անկում ենք ունենալու, ինչը ենթադրում է, որ վարկերը այդքան չեն վերցնելու, որովհետև եկամուտները չի բավարարելու, բնականաբար եթե պահանջարկը այդքան չեղավ, միգուցե տեսնենք որոշակի նվազում նաև վարկային շուկայում։ Կարելի է ենթադրել արդյոք, որ այս վերջին ամիսների 1-2 ամսվա գնաճի բարձրացումը ապրանքների առաջարկով է պայմանավորված, ոչ թե պահանջարկով, եւ ըստ այդմ արդյոք կարելի է ենթադրել, որ այդ քաղաքականության պատասխանը, այսպես ասած, Կենտրոնական բանկի կլինի ավելի զսպված, քան եթե լիներ պահանջարկի շոկ, այսպես ասած։ Այո, միանշանակ ճիշտ եք ասում։ Հիմա եթե դուք նայեք 2.5-ի կառուցվածքը, դեղինը դա հիմնական մասն է, որը սեզոնային պարենային ապրանքներն են, այսինքն իրանք բացառապես իրանց մեջ ներառում են առաջարկով պայմանավորված գործոններ։ Երկրորդ մոխրագույնը դա ոչ սեզոնային պարենային ապրանքներն են, այսինքն եթե այդ երկուսը իրար հետ գումարում եք, դուք տեսնում եք, որ այդտեղ volatile կամ տատանողական կոմպոնենտը, որը որ մենք ունենք, բավականին մեծ է, ուստի մեր արձագանքը բնականաբար լինելու է զսպված, քան եթե դա լիներ օրինակ պահանջարկով արտահայտված, որը այն հիմնական մասն է գրաֆիկի, որտեղ մոխրագույնը տեսնում եք, որ կապույտը կամ ծառայությունները, որը որ հսկայական աճ են ունեցել նախկինում, հիմա այդ աճերը շատ ավելի մեղմ են։ Մյուս կողմից նաև այդ ընդլայնված տեքստում հաղորդագրության նշում եք, որ